Սաղ ազգականների անունով է։ Եղվարդը զավթել է։ Համայնքի հաշվին վերանորոգում է իր սեփականությունը, տները եւ այլն։ Ունի երկու տղա, Վարդան Խաչիկ, չեն ծառայե։ Գերեզմանոցի տակի տարածքները սաղյանն է։ Համանքային հողերը աճուրդով հանում ծախմա իանկյալ մեջ բարեկամներով առնում են։ Հիմա էլ զանգում են Գանդոնին չի վեկալը։ Հիմա ես ու 25 տարիա քաղաքապետա, հանրապետական գալմա։ Հիմա ես ուզում եմ հարց տամ։ Պետության համար վտանգավոր է Եղվարդի քաղաքապետ Սաքսյան Նորիկի նման ղախպի տղեն, թե մետադոն անող, ինչ էր էս մարդու անունը, Գագիկը, որը ինքն է համար մետադոն էր անում, ինքն է ցավով բան եղավ, մեռավ։ Չէ հարց։ Սաղ Եղվարդը զանգում ենք Գանդոնին հարց տանք։ Ասենք հələ մի հատ պատասխանի։ Էս բաներ ու հիմա եթերով են լայմ է։ Էս բաները քեզի որտուց։ Չի վեկալը։ Սրա նմանները ազատության մեջ են ու շարունակում են երկիրը թալանել, չգիտեմ մետադոն բան արեց, կամ ինչ-որ մի հատ խուլիգանություն արեց, պեչատ նկարեց, գցեց ինտերնետ, տարիներով պտում են բերթերում։ Բայց հիմա դուք բոզի տղա չեք, հարց եմ տալիս ձեզ։ Հա? Կոռուպցիայի դեմ բանապայքար, ասում եմ 20-ից ավել 25 տարի է քաղաքապետ ա։ Ո՞ց Պուտինը որ Պուտինը երևի այդքան չի ղեկավարը։ Այդ Եղվարդում ուրիշ տեխնացու չիլում, ո՞ց ցանը որ անտած այս բոզի տղեն անտրվում։ Տղեկներ բանակ չեն ծառայ։ Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ ես, ոչ բարով։ Թաղեմ քեզ։ Զանգում ենք, չկա, այդպես մարդ գոյություն չունի։ Այոտավայրեր մա, սաղ թե Եղվարդ։ Վեկալ Գանդոն։ Չի վեկալը։ Հիմա սա ազատության մեջ է ու շարունակում ծածցնել ու յա կյանքը բարելավել, այն ինչ էր արել, իա մետադոն տվել, ջանդամ չէր տվել։ Այդքան մեծ էր հանցագործության բանը, սոցիալական վտանգը հասարակության, փշացած։ Անդո, եթե Եղվարդի քաղաքապետին չեք ծծրե, ես եմ քեզ ծծը, այս անգամ ես քեզ, ի գիտություն քեզ, այս բոզի տղուն, որտեղից ես քան կապիտալ ես բոզի տղուն, որ սաղ Եղվարդը զավթել է։ Բայց որը մաքուրա զանգում ենք, վեկալ հարցերի պատասխանի։ Ծծող։ Հələ ասում են քֆուր ատալեմ, դանի մի տուր։ Սուրեն Պապիկյան Գանդոն 6913 զորամաս, սիստեմատիկաբար խոսացել ենք դրա մասին, Սիսյան։ Ասել ենք, որ Սիսյանի հրամանատարը բոզի տղա է, սաղ Սիսյանի պոլկը, այդ ԿՊՊ-ի զինվորից բռնած մինչև շտաբի պետ ծծցնեն Սիսյանի հրամանատարին տնով տեղով ընտանիքով, Մինասյան Վահագին, ու յա սիրուհուն, որը որ Սիսյանցի է, Սիսյանի գրանցում ունենալով ստացել է ծառայողական բնակարան, իսկ ռայոններից եկած աֆիցերները գնացել Վարձով են մնում։ Երկու առաջ Սիսյանի զորամաս են մտնում Անուշ Ապերնիքը, լավ են անում, մտնում են ու ծծցնում են, չասենք, որ գումարտակ ինչ մի քանի աֆիցերի, էդ են լավ անում, ասեմ ինչ համար, մարդիկ ճիշտ հարց են տալում, ասում են, այսինքն ինչ ա եղել, աֆիցերները համ, որ մի քանի աֆիցեր, զինվորին ծեծում են, համ զինվորին տալում են բան ռազմականի ձեռը, այսինքն համ բոզական են էթն, համ գողական են էթն, ես էլ կծծնեի, բայց եթե դուք զինվորին ծեծում եք իա սխալի համար, բայց ռազմական խի եք տալի զինվորին իա սխալի համար, այդ եբ պետքա գողական եք, եբ պետքա աֆիցեր եք, այ գյոթեր, հա? Անուշ ապերները մտել են, աֆիցերների ծծցրել են, լավ են արեն, բայց դա է լավ մի կողմից վատ, որովհետև զորամասը չունի հրամանատար, կորպուսի հրամանատարը ևս Գանդոնա Արմեն Գյոզալյան, հետո հիմա վաղը կասեն, սպանություն եղավ Սիսյանի գնդում։ Մյուսը, ես մի միլիոն անգամ ասել եմ, որ եթե ուզում ես երկրի տուն ու տեղը քանդես, պիտի բռնես ոչ պրոֆեսիոնալ կադրերին, բանից անտեղակ, հիմա ինձ տանեն դնեն գյուղ նախարար։ Գյուղ նախարարությունը միգուցե բլի։ Չնայած ես իմ դիկտատոր հալով կարող է, չգիտեմ, գրելով, տփելով, ջարդելով, ծխելով, ինչ որ մի բան
բերեմ խելքի, բայց բանը ֆինանսներ բանկ հաստատ չեմ բերի կավիրեմ։ Հիմա ինչ պիտի գտնես անորակ կադր եւ տանես դնես տվյալ հիմնարկի գլխին։ Կոնկրետ Սուրեն Պապիկյան բոզիտոում, որ վեկալե բերել են պաշտպանության նախարար, այս ուսուցչուն։ Օրերս գռդն, այսինքն վերահսկողական ծառայությունը, անակնկալ ստուգ այց է կատարել 4-րդ բանակային կորպուս, հիմա 5-րդ։ Իմ ժամանակ 4-րդ էր ու իմ համար մնում է 4-րդ։ Մտել են 4-րդ բանակային կորպուս, վայ, Գեղեգնաձոր, Արարատ Գևարլան, ստուգելու կորպուսի մարտական վիճակը, ասենք վաղը Նախիջևանի թևից Ադրբեջանը անցնում է հարձակման։ Ինչպես կարձագանքի 4-րդ բանակային կորպուսը, այսինքն այսօրվա 5-ը, Արարատ, Վայք, Գեղեգնաձոր եւ այլն։ Արձագանքը գնահատականը։ Ինչպիսին է եղել հարց, Ինգեր Աբազյան, ազգային անվտանգության մինիստրը ես։ 2։ Այսինքն 2020 թվականի պատերազմից հետո, այն որ ասում ենք ռոբիկական սերժական ռոբի, որ հələ այս բոզի տղեն թափատալը նախկիներ ասելով, այդտենց էլ մնացինք նախկիներ, զորամասերը այժմ գտնվում են ավելի վատ վիճակի մեջ, քան 44 օրյա պատերազմից առաջ։ Այսինքն 44 օրյա պատերազմը ոչինչ չսովորացրեց այս ազգին։ Բացարձակապես տվեցին 5000 զոհ, որոնք զոհվեցին հանուն ոչինչի, ըստ առաջին տիկնոջ, ու մեկտեն էլ կա։ Այսօր մեր, այսինքն գռդն վերահսկողական ծառայությունը մտնում է զորամաս տագնապատալի, որտեղ նա քանի րոպեում, քանի հատ տանկ, քանի հատ զրահամեքենա, ավտոտեխնիկա, զորքը, ոնց է դուրս գալի, ոնց է հագնվում, ոնց է վազում, ոնց է կրակում, ոնց է պարկում, շտաբը ոնց է դուրս գալի։ Ես ուզում եմ մանրամասն բացատրեմ, որ կանայք հասկանան նամանավանդ այդ տարածաշրջանի բնակիչները, հա? Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Ադրբեջանն անցավ վաղը հարձակման։ Դրեց ու խփեց։ Ինչ է տեղի ունենալու։ Հրամանատարությունը գիտակցելու է գործողությունների շարքը, հասկանալու է թե ոչ։ Եվ ուսումնական տագնապը, անակնկալ ուսումնական տագնապը, որը տվել է ԳՌԴ-ն, նույն Նիկոլի վերահսկողական ծառայությունը տվել է 2։ Այսինքն չկա։ Այդտեղ զորամաս նեմա։ Այսինքն աֆիցերը չգիտի ինչ պիտի անի, զինվորը չգիտի ուր պիտի գնա, հրամանատարը երևի կոֆեի ապարատներն ավեկալ առաջինը փախե զորամասից դուրս։ Այսինքն զորամասը ի վիճակի չի իր առաջ դրված խնդիրը կատարելու։ Այսինքն դա նշանակում է վաղը ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում 4-րդ բանակային կորպուսի թևից մենք ունենալու ենք հարյուրներով զոհեր զինվորականների մեջ, հարյուրներով զոհեր քաղաքացիների մեջ, մենք ունենալու ենք տարածքային կորուստ։ Եվ ասելու են նախկիններն էին մեղավոր։ Այն որ ասում ծուռը նստենք, դուզը մենք խոսենք։ Ինչ նախկին։ Ինչ նախկին։ Գլխավոր շտաբ գոյություն չունի, բոզի տղեկի հավաքածույա, պաշտպանության նախարար գոյություն չունի, պոռնիկի տղեն կնունք ծնունդ հարցանիկ դղկելը դմբլը դղկ։ Ու ատեղի ժողովուրդն էլ, վայ կարարատ Եղեգնաձոր, գիտեն որ յանք ապահով են, որովհետև զորամաս կա քթերի տակ, զորամասը չգիտի շպտի անի, 2, 3 էլ չէ, 2 աստացել, այսօր 2 կգնան, սա ազգային անվտանգության խնդիր է, պարոն Աբազյան, ազգային անվտանգության խնդիր է, սրա մասին ով պիտի խոսա, ոչ մեկ, բացի Վարդան Ղուկասյանից, հիմա պիտի զորամասի հրամանատար, Բադասյան, Սասուն, կորպս հրամանատար Բոզի տղեն, դրանց այդ գնդի հրամանատարները եւ դրանք բոլորը պիտի հիմա ազատվեին աշխատանքից, բոլորը անխտիր, բոլորը անխտիր, պիտի ազատվեին, պաշտոնանկարվեին, արշանազրկվեին, ծածնեին, գցեին մի կողմ։ Ոնց դու սահմանապահող զորամասես, դու քո առաջ դրած խնդիրը, չգիտե, քո տեխնիկան դուրս չի գալի, քո զինվորը չի կարում նորմալ կրակի, քո հրետանավորը հաշրակ չի կարում անի, ոչ մի բան յատեղում չի։ Սրանք վարդևոր են անում, քեֆուրախութին, պարգևավճար, Սո, ուրիշ ոչ մի բան։ Հասկացեք, սիրելի ժողովուրդ, եթե դուք իհարկե սիրելի եք։ Դուք եք այդտեղ ապրում, դուք։ Ադրբեջանական հրետանին Նախիջևանի կողմից առաջինը ձեզ ժարիտ անելու վայքեցիք, Եղեգնաձորցիք, Արարացիք, տանեսեն, բերեսեն, ձեզ ծծնեսեն։
Վարդան Ղուկասյանին ադրբեջանական սնարյադները չեն հասնի։ Ես այդտեղ գույք չունեմ։ Ես ցավում եմ ձեր ընտանիքի անդամների ավելի շատ ձեր ատեղի հողի համար։ Որ այսքանից հետո դուք շարունակում եք ասել Նիկոլաս Վացա։ Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անխուսափելի է, շուտ թե ուշ։ Եվ այսենց զորքով նամանավան զինվորների ծնողներ, ձեր երեխաները, եթե վաղը, չտաստված, սկսվեց ռազմական գործողություն, դուք ձեր երեխեքին տենալու եք միայն ցինկվի դագաղների մեջ, որովհետև ձեր տղաները, լինելով զինվոր, լինելով սպա, իրանք չգիտեն ինչ պիտի անեն։ Դուզ խոսալը շան տղություն չի։ Չգիտեն, ոչ Եվրոպա, ոչ Ամերիկա, ոչ Ռուսաստան, ոչ մեկ ձեզ այդտեղ տիրություն անող չի։ Դուք այդտեղ զենքել ունեք, ավտո, ամեն ինչ ունեք, բայց ով է մեղավոր, որ դուք դրանից օգտվելու ձևը չգիտեք։ Ասում եմ, ռազմական գործողություն սկսվեց, ոնց էին Վարդենից հենց տրոսիկ մայքով փախնում էին։ Հələ դե Վարդենից փախնելու տեղ կար։ Այդտեղից ունեն փախնելու ձեր տղաները, մեր սպաները եւ այլն, ոչ միտեղ։ Կենթանի բայրակթարի տակ խաշվելու են ու վառվելու են, ու նորից լնելու են ասեն, զոհվեցին հանուն ոչնչի։ Այսպիսին է սրանց պահած պետությունը, սրանց պահած իշխանությունը։ Դրա վառ ապացույցներից մեկը փորձենք խոսել զոհված սպայի ծնողի հետ։ Battery 100%. Connected to Redmi Note 10S. Ոչ ասեն, ցենց։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, Գերո Ղուկասյան։ Հələ մի անգամից ասեցիք